ինչպես ճարտարապետությունը, այնպես էլ արձանները հուշում են տվյալ քաղաքի արժեքների մասին։ Վերջին ժամանակներում Երևանի բազմաթիվ արձաններին նորերն են ավելանում։ Այսօր գործի մարդը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։ Որտեղ բան անեմ, ողոր կանեմ, որտեղ թողամ վերջևեջս ակրվող մարդ ա եղել, հարթուկած շորերխոտ չի հագել։ Լևոն Թոքմաջյանը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ, պրոֆեսոր է։ Նա քանդակագործությամբ զբաղվում է ավելի քան 60 տարի։ Թոքմաջյանը ստեղծել է Մարտիրոս Սարյանի արձանը, ծաղիկներ վաճառող Ծերունի Կարաբալայի արձանը, Տիգրան Մեծի, Գևորգ Չաուշի եւ հայտնի այլ հայերի արձաններ, որոնք ցուցադրվում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, Հնդկաստանից մինչև Բուենոս Այրես։ Այժմ նա աշխատում է Մոնթե Մելքոնյանի արձանի վրա։ Պատկերացնում եք ինչ բանա մասնագիտության ճիշտ ընտրություն է, էլի։ Ես կբիզում եմ նկարիչ դառնալ, քննությունները նկարչական տվեցի, բայց ինձ գտեցին քանդակի, պատճառաբանեցին, որ ինձ մոտ ծավալային զգացողություն շատ ավելի ուժեղ է։ Եվ ես գերազանց ավարտեցի Արա Սարգսյանի արվեստանոցը։ Ես ուսանում եմ նաև Երվանդ Քոչարի մոտ։ Ինքը դա չէր տալիս, բայց քանի որ մեր ինստիտուտին շատ մոտ էր իր արվեստանոցը, ես հաճախ գնում էի, նստում էի, իր խորհուրդներն էի լսում, նայում էի, թե ոնց էր աշխատում, եւ ինձ հաճախ էր ինքը ասում Երվանդ Քոչարը, որ քո տեղը Փարիզն է, քո տեղը Ֆրանսիան է։ Բայց ես մի բան մենակ հասկանում էի, եթե Երվանդ Քոչարը Փարիզում ապրեր եւ ստեղծագործեր, նա Սաուդի Դավիթ չէր ստեղծի, եւ իրան միշտ ասում էի. Մայստրո, դուք Փարիզից եկաք եւ ինձ խորհուրդ եք տալիս գնամ Փարիզ։ Համարյա պատրաստ է նաև Թաթուլ Կրպեյանի արձանը։ Կերպարը ստեղծելիս քանդակագործը աշխատում է արտահայտել հերոսի իրական բնավորությունը։ Ճիշտ ստանալու համար շատ կարևոր է լինում ճանաչել մարդուն, որի արձանը քանդակում ես։ Հիմա կինը շատ ուզում է, որ իրան շատ ծիծաղկոտ սարքեն։ Ես կամաց ուզում եմ եւ ժպիտ լինի, բայց եւ լինի նաեւ բանել այտենց վճռականություն, որտեղ ամենակարևորը դա է։ Այստեղ արդեն գիպսը արդեն դանակով լինում է քերել։ Չէ, Մարիոսյանը փոքրամարմին էր, քիչ կրացած փայտը ցերքին, բայց նա արվեստը հզոր էր, չէ, արևային, նա նոր շունչ բերեց հայ գեղանկարության մեջ, ինձ պետք էր այդ շունչ ստեղծողին ստեղծել, պատկերացրեք Ղարաբաղում, որ ստեղծում ենք Մոնթեի քանդակը, դա 93 թիվն էր, տղաներիս հետ, կողքներից գրադներ էին պայթում, սա գալիս ասում են, մայստրո ասում են, բայց չեք վախենում, որ բեկորներ բաներ կլինեն, ասի ես ուզում եմ զգամ, բախի Մոնթեն չէր վախենում, որ կողքը գրադ էին պայթում։ Իսկ Կարաբալան էլ դե փոքր էինք, ապրում էինք նախքին Սվերլով, ես Բույզան փողոցի վրա, գնում էի տեսնում է հայրս եւ Կարաբալան նստած իրար կողքին, Կարաբալան շատ սիրում էր գինի խմել, կարմիր գինին, դե ինքը ծաղիկներ էր նվիրում, իրան հյուրասիրում էին։ Լևոն Թոքմաջյանը երաժշտական կրթություն ունի, նա միշտ զուգահեռներ է տանում երաժշտության ու քանդակագործության միջև։ Նրա փոքրիկ երազանքն է եղել, որ որդիները երաժիշտ դառնան, բայց նրանք ընտրել են քանդակագործության ճանապարհը ու աշխատում են հոր հետ։ Իմ Յալով Կրպեյանը շատ լավ երգել է, շատ լավ զայնանացել, հայրենասիրական բոցաշունչ երգել է երգել։ Բամ որոտան, բարձից բամբին արարաջան դաշնի վար, արի հարյավ արի հերանց, արարատանի հրազան։ Արձանները միայն արվեստի նմուշներ չեն, դրանք պետք է համահունչ լինեն քաղաքին, իրենց շրջապատող շենքերին ու կարողանան միջավայր ստեղծել։
Գիտեք, քանդակը ոչ միայն, ասենք, պատմություն է, ոչ միայն շատ նշանավոր անձի մեծարում է, քանդակությունը նաև պլաստիկա է, քանդակությունը նաև պոեզիա է, երաժշտություն է, չէ՞։ Նա պետք է համահնչում լինի միջավայրի հետ։ Նա ստեղծում է նաև միջավայր։ Ափսոս որ մեզանում այսօր մի քիչ տարերայնություններ են կանգնացվում քանդակները հաշվի չառնելով տվյալ ֆորման, տվյալ անձը եւ քաղաքային միջավայրը։ Հետո շատ է կենտրոնացած քաղաքի ինչի ծայրամասերում ապրող մարդիկ չեն ուզում արվեստ տեսնեն։ Մտնում են, որ մի գործ ստեղծեմ քանդակի մեջ, քարի մեջ, որ նայեն զգացվի երաժշտություն, էլի անկախ անձնավորումից։ Որտեղ այս անձնավորումները այդ բերում են նաև կաշկանդում, սահմանափակում։ Գալիս նաև են ասում կամ նմանա կամ նման չի, դրանով վերջանում է։ Բայց արվեստը դրանով չի վերջանում։ Կա բնավորություն, կա խարակտեր։ Նամանանտես վերջին դրած քանդակներում ես առանձնապես չեմ ոգևորություն չեմ տեսնում էլի։ Գիտեք ինչ, այդպես ուղղակի ոնց որ դրված։ Այդ զգացմունքը, կյանքը, որ խոսի դիտողի հետ, մարդը կա նստի ուզում է հանգստանա ու խոսի իր սիրած հերոսի հետ։ Եթե գործը, արվեստի գործը զգացմունքային չի, նա դադարում է արվեստ լինելու, ինչքան էլ վարպետորեն կատարված լինի։ Մոնթե Մելքոնյանի արձանը քանդակագործը նախատեսում է ավարտել հաջորդ տարի, Մոնթեի 60-ամյակին ընդառաջ։ Կերպարեն չից է գալի, այդ մղումից է գալիս։ Մոնթեն են մարդն է եղել, որ ասենց գրասենյակային աշխատող չի եղել, էլի, ու իրան հանգի պայքար է եղել մեջը, կռիվ է տվել։ Շատ չէին անում, ազատագրեց Քելբաջարը, պահեց Մարտունը շշկենտրոնը։ Եվ այստեղ մի կտոր կա ուղղելում եմ մի ամենաթևավոր խոսքը գրեմ։ Եթե մենք հանձնենք Արցախը, մենք փակենք հայոց պատմության վերջին էջը, Մոնթե Մելքոնյան։ Սա երևի թե բանա չէ, ազդակա չէ, այսօրվա համար էլ շատ։